Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր Սուրբ Պատարագ է մատուցվել, հունվարի 13-ը Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է։ Եկեղեցին այն տոնում է Փրկչի ծննդից 8 օր հետո, եկեղեցական օրացույցում տոնը անշարժ է։ Մենք մեր խոսքն ենք բարձրացնում եւ բացատրում մարդկանց տոնի էության, իմաստի, նշանակության մասին։ Այսօր նաեւ ավարտում այդ Սուրբ Ծննդյան տոնական շրջանը։ Ծննդյան 8-րդ օրը Աստծո որդին նորածին մյուս առուզավակների պես թլպատվեց եւ անվանակոչվեց։ Հիսուսը հրյաների մեջ տարածված անուն էր, սակայն Փրկչի անվանումը Աստվածամորը հուշել էր Գաբրիել հրեշտակապետը։ Տիրոջը կոչեցին Հիսուս, որը հրեական Հեսու անվան հունարեն տարբերակն է կամ եբրայական արտասանությամբ Հեշուա, որը նշանակում է Տերը փրկում է։ Հիսուս բառը նշանակում է փրկիչ, Քրիստոս նշանակում է օծյալ։ Ըստ էության նա ծնվեց որպես փրկիչ օծյալ բոլորիս համար եւ քանի որ այդ անունը տրվում էր 8 օրեկան հասակում թլպատության ժամանակ ըստ էության անունն էլ ունի մեծագույն նշանակություն, այդ օրվանից ինքը այդպես կոչվեց, այդ օրվանից մեզ բերեց փրկության ճանապարհ։ Տիրոջ անվանակոչությամբ կարևորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը։ Դեռևս հին ուխտում այն արդեն արտացոլված էր, սակայն Տիրոջ անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը։ Թլպատությամբ ինքը մուտք գործեց հին ուխտի օրենսդրական դաշտ, այսպես ասենք, մտավ օրենքի տակ, որը ինքն էլ հենց հիմնել էր եւ ինքը մուտք գործելով այդ փուլ սկսեց իր չարչարանքների ճանապարհ անցնել, տառապանքների։ Քրիստոնեությունը գալով թեքեց մեր ուշադրությունը մարդու արտաքին գործողությունից դեպի ներքին աշխարհ, բացահայտելու ներքին թերությունները։ Իսկ երբ մենք մեր հայացքը նետում ենք դեպի ներս, տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք արտաքինից կարող են չերևալ։ Մեր օրերում էլ ընդունված կարգ է երեխայի ծնունդից 8 օր անց նրան տանել եկեղեցի ընծայման, նոր անուն տալ եւ մկրտել Հիսուսի անվանակոչության խորհրդով։ Քրիստոսի անվանակոչությունը խորհրդանշում է հին եւ նոր կտակարանների հանդիպումը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։